վարկագիծը, հասարակությունը որտեղից է իմանում։ Իսկ նախարարությունը ճիշտ աշխատելու կարիք չունի, որ իր սխալները չտեսնում։ Ցանկացած գերատեսչություն ամենօրյա ճիշտ աշխատելու, իր աշխատանքները ուղղելու, շտկելու խնդիր ունի։ Այն գերատեսչությունն ու ղեկավարը, որը ինքը մտածեց, որ արդեն ամեն ինչ իդեալական է, ինքը այդ օրվանից կարող է ասեմ հասարակությունը որտեղից գիտի այդ մասին, որտեղ հասարակությունը բախվում է հարկային եւ մաքսային մարմիններին, տեսնում է անհավասարությունը եւ տպավորությունը այդտեղից ստացվում, ոչ թե լրագրողների։ Հնարավոր չէ, ես չեմ ասում լրագրողներից։ Ձեզ ինչ է թվում, մենք եթե դուք գաք եւ մենք ձեզ ներկայացնենք, թե մենք ծառայական քննություններով մեր ուրեմն ներքին աուդիտի, ներքին անվտանգության ծառայության հայտնաբերված գործառույթներով որքան աշխատակիցների նկատմամբ ենք կիրառել պատժամիջոցներ, դուք այն ժամանակ կգնահատեք, թե մենք ինչպես ներքին պայքար ունենք։ Ձեզ թվում է մեր աշխատակիցների բոլորը դուրը գալիս է, որ մենք վարկագիծ ենք փոխում։ Իհարկե ոչ։ Դրա համար եթե դուք էլ ինֆորմացիաներ ունեք, մենք այդ ինֆորմացիաները պետք է եթե հավաստենք, կիրառենք, մինչև հասնենք այն նպատակին, որը որ մենք ուզում ենք հասնել։ Հիմա հարց տամ, տարիներ առաջ եւ հիմա համադրել են։ Կարծես թե բան չի փոխվել, դժգոհությունը հարկային մաքսային մարմինների նկատմամբ դժգոհություններ կարող են մրցակցության առումով որևէ բան չի փոխվել, էլի մրցակցության մասին Թերեզա Սանչեսն էլ ասել։ Խնդիրը միայն հարկային մաքսային մարմինների չի։ Մրցակցության գերատեսչություններ եւ ընդհանուր խաղի կանոնները։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ինչ խաղի կանոնների մասին եք ասում։ Կուլտուրավոր։ Եթե հարկային մաքսային մարմիններում գործառույթները գնահատվում են ձեր ասած չափանիշներով, ուրեմն բան չի փոխել։ Եթե դուք ուզում եք որ տեսնեք ինչ է փոխվել մեր չափանիշներով, շատ մեծ բաներ։ Միայն էլեկտրոնային կառավարման համակարգը, որ ներդրված է, որտեղ շփումները չկան, որտեղ ուրեմն մարդիկ, տնտեսվարողները ազատ են իրենց հաշվետվությունների ներկայացման մեջ, որտեղ հարկային մաքսային մարմիններում հերթեր գոյություն չունեն։ Ես կարծում եմ, որ շատ էլի գործառույթներ, որ մենք փոխում ենք, հիմա էլ փոխում ենք, գրում ենք հարկային օրենսգիրքը, որը բիզնեսի համար, երկարատև հատվածի համար կանխատեսելու կայուն վիճակը ստեղծելու, որ մաքսային հարկային մարմին աշխատակիցները կամայականությունը չկարողանան անել, ես չեմ կարծում, որ դրանք չի կարելի չգնահատել։ Մնացած այն տնտեսվարողները, ովքեր ուզում են նախկին կանոններով նորից խաղալ, բայց հնարավորություն չունեն, նախկին կանոնները ասելով ինչ նկատում եք։ Որ կարողացել են հարկային մաքսային տեսուչների լեզուկներ եւ իրենց տնտեսական։ Դուք ղեկավարել եք այդ նախկին կանոնները, դուք ղեկավար մարմին։ Հիմա ենք ղեկավարում, այդ գործառույթները հիմա այնպես չի, որ ես ասում եմ չկան։ Իհարկե կան, հենց մեր նպատակ ու խնդիրը դա է, որ մենք դրանք վերացնենք ձեր հետ միասին, հասարակության մյուս գերատեսչությունների հետ միասին։ Պարոն Խաչատրյան, ինչու ձեր մարմինները, ձեր հարկային մաքսային մարմինները ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերում, ասենք Հովիկ Աբրահամյանի կամ ձեր ընկերություններում։ Ինչու՞։ Նորից եմ կրկնում, այդ ընկերություններում դուք գնացեք վարկագիծը։ Հիմա քո համար շատ կարևոր է հնչեցնես Հովիկ Աբրահամյանի եւ իմ Գագիկ Խաչատրյանի։ Չէ, ձեր այդքան կարևոր չի, Հովիկ Աբրահամյանը։ Ձեր համար լրատվամիջոցների համար շատ կարևոր է, որ դուք հնչեղություն ապահովեք, հասարակությունը կարողանա։ Հնչեղության համար կա Ալեքսանդր Սարգսյանը եւ Միքայել Մինասյանը։ Ովքեր են դրանք։ Սերժ Սարգսյանի եղբայրը եւ Փեսան։ Հետո ինչու նրանց ընկերություններում նույնպես։ Հիմա ես որ քո բարեկամների գործունեությունը սկսեմ ուսումնասիրել։ Ես բարեկամներ չունեմ։ Որտե՞ց ես դու լուսնից ես։ Դե չկա նրան։ Պարոն Խաչատրյան, հարցել է, եթե կարելի է։ Պարոն Խաչատրյան։ Մենք բոլորին ոչ թե նայում ենք անուններով, պաշտոններով, մենք նայում ենք որպես տնտեսվարող ռիսկերի համակարգ գոյությունի չափանիշներով եւ այդ ռիսկերի չափանիշների համարժեքել ուրեմն գործողություններ են կատարում։ Իսկ եթե ավելի խորանա, կտեսնեք թե մեր նկատմամբ ինչքան հարաբերություններ են փոխում հենց այդ պատճառով։ Պարոն Խաչատրյան, դուք գիտեք, Պարոն Խաչատրյան, մենք ապրում ենք սոցիալապես անապահով երկրում, ճիշտ է։ Երբ որ դուք գալիս եք ազգային ժողով պատասխանելու падգամավորների հարցերին, պարբերաբար ընդդիմադիրների կողմից հնչեցվում են ձեր հայտարարագրած, ձեր եւ ձեր տիկնոջ հայտարարագրած 6 միլիոն դոլար դրամական եկամուտների մասին, այն մասին, որ ձեր կոստյումն ավելի թանկ արժեքան մանկավարժի 4 տարվա աշխատավարձ ինչպես կմեկնաբանեք այս քննադատությունները այն ֆոնին, որ մենք ապրում ենք սոցիալապես իսկապես անապահով երկրում։ Ոնց եք պատկերացնում, եթե այդքան հայտարարագրերը միշտ կոստյում պետք է ակրեն։ Իսկ ոնց է։ Հաշվի առնելով, որ դուք միշտ բարձր պաշտոններ եք զբաղեցրել այդ գումարների։ Որ գնաք հայտարարագիր, այդքան ձեզ հուշում եմ
վերլուծություն գնացեք արեք, թե երբ եմ ես հայտարարել։ Երբ որ չեմ ունեցել բարձր Բյուջեի հետ կապված մի հարց Մենք բանախոսություն։ պետք է ստանայինք 1.13% մաքսային վճարը, որը պետք է կազմել նախնական ժամերով մոտ 250 միլիոն դոլարի կարգի։ Հնարավոր է այս տնտեսական ճգնաժամի գումարը ավելանա։ Այո, պակասի, ապահովել այդ գումարը։ հնարավոր է պակասի եւ ինքը նվազեցման միտումներ ունի, դա բնական է չի կարող ավելանա, որովհետեւ տեսնում եք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները տնտեսական ցուցիչների վատացման տենդենսը, իսկ այդ դեպքում չի կարող մաքսավճարները ավելանան։ Իսկ մոտորապես ինչքան է կնկալում տարվա կտրվածքը։ Շատ դժվար է ասել, բայց մի բան կարող եմ ասել, որ 5 ամսվա կտրվածքով դրանք այնքան են, մի քիչ ավել, ինչ որ անցած տարի։ Պարոն Խաչատրյան, բյուջեի Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում տնտեսական ցուցիչները նվազում են։